Պարոն Ստեփանյան, այս համատեքստում բացառել Ալիևի գլխում սցենար, որ գիտնականներին իջեցվեն հրահանգներ, իդեպ այս դեպքում հենց կարծես թե գիտնականներին իջեցվել են համապատասխան հրահանգներ, երբ ցարական քարտեզներին է հղում արել, իջեցնել հրահանգներ, որ կազմեք քարտեզներ, գրքեր, այսինքն քարոզչական այնպիսի նյութեր, որոնց վրա երկար ժամանակ կծախսեն, գումար կծախսեն եւ կբերեն կհասցնեն մի կետի, երբ միջազգային հանրությունը նույնքան անհաղորդ կլինի, ինչպես Արցախի դեպքում, այսինքն Հայաստանը կկարողանա այդպես վերցնել խաղաղ, առանց տանկերով Հայաստան գալու, այլ մեքենաներով։ Այդ հրամանը Ալիևը վաղուց իջեցրել է, ոչ թե Իլհամ Ալիևն է իջեցրել, այլ Հեյդար Ալիևը, երբ որ եկել է իշխանության։ Եվ այդ ամենը եղել է այդպեսի մի ճակերտավոր ակադեմիկոս կար Զիաբունիաթով, արդեն լքել է մեզ արդեն նա ինքը մի հատ մեծ աշխատանք է կատարել պատմությունը ֆալսիֆիկացնելու ուղղությամբ, մի հատ մեծ աշխատանք է կատարել եւ Ադրբեջանի գիտությունների ակադեմիան կա այդպեսի մարմին Ադրբեջանում իրենց ամբողջ աշխատանքը պատմության ինստիտուտի, հա, մեծ հաշվով, բարձր չէ որ այնտեղ ֆիզիկոսներ եւ քիմիկոսներ չկան։ Իրենք աշխատում են այդ ուղղությամբ, բազմաթիվ գրքեր են տպում, արդեն 20-30 տարի աշխատում են։ Դենես չէ որ նոր է դա։ Աշխատելու են, իհարկե աշխատելու են։ Աշխատելու են, բայց ինչ պետք է անեն։ Աշխատել են եւ աշխատելու են։ Բայց այստեղ կա մեկ բայց։ Եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիր, եթե մենք բացում ենք կոմունիկացիաները, եթե մենք անում ենք սահմանի դելիմիտացիա եւ դեմարկացիա, այդ աշխատանքը մեզ համար ճանճի տզոցի նշանակություն է ունենալու, հասկանում եք, որովհետև գիտեք, եկեք հասկանանք էլի եւ հայ-թուրքականի դեպքում եւ հայ-ադրբեջանի դեպքում, որ դու ասում ես բաց սահման, երբ որ դու ասում ես կոմունիկացիաների վերաբացում, դա չի նշանակում, որ այսպես բացվելու են ու ադրբեջանցիները կան։ Ճանապարհը բացվելու ընդհանրապես տրանզիտի համար։ Բացվելու է հսկիչ անցագրային կետ։ Հիմա վրացիները գալիս են լցվում են ստե տանկերով կամ ավտոմեքենով, չէ, իրանցիները գալիս են, չէ, նույնն են դեղա լինելու։ Եթե մենք նույն ձևի մեր օրենսդրության համաձայն այդ պաշտպանողական ֆունկցիաները իրականացնենք, պետական ոչ մի բան չի լինելու։ Եթե հենց ընդդիմությունն էլ է դա ասում է եթե։ Դե հիմա վրացիների իրանցիների դեպքում արել ենք, ինչի պետք է ադրբեջանցիների ու թուրքերը։ Ես ոչ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը թուրքասեր է կամ քաղաքացիական պայետ այդ հիմարություններին չի կարելի հավատալ։ Հա, եթե մենք հավատանք, որ Նիկոլ Փաշինյանը առավոտյան զարթնում է եւ սպասում են Բաղդադի օրվան, երբ թուրքերը ավտոներով ադրբեջանցիները գալու են Հայաստանում բնակեցվեն, դա ուրիշ հարց։ Բայց ես դրան չեմ հավատում։ Դրա համար ես ասում եմ, եթե այդ բոլոր մեխանիզմները աշխատեն, իսկ նրանք կարծում եմ աշխատելու են, ամեն ինչ շատ նորմալ է լինելու։ Հիմա անդրադառնանք հոգևորականներ, իշխանություն այս առճակատմանը, որը հանգուցալուծվելու փոխարեն պարոն Ստեփանյան խորանում է, ինչպես գիտեք, կաթողիկոսի մեկ ամսով կալանավորված հարազատները մեղադրվում են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար, փաստաբանը պնդում է, որ սա հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ է եւ ուղիղ ճնշում կաթողիկոսի վրա, կա պնդում վերլուծական շրջանակներում, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալում, երբ անտեսում է այդ եկեղեցու եւ պետության տարանջատման դրույթը եւ փորձում է մատնանշելով կաթողիկոսի ուխտադրուժ լինելը, այնտեղ նախաձեռնել ներսից փոփոխություններ։ Դուք ինչ դիտարկումներ կանեք այս իրավիճակը, որքանով է բխում մեր երկրի շահերից եւ հանրության առաջին հերթին մեր հանրության շահերից։ Ես ուրիշ ձև կասեմ, ձևակերպեմ։ Այս իրավիճակը ուղիղ հարված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերին։ Այս իրավիճակը ուղիղ հարված է եկեղեցու որպես կառույցի, որպես ինստիտուտի դիրքերին եւ իմիջին, նրա հեղինակությանը։ Այս ամենը ուղիղ հարված է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, որ ներսում այսպիսի բաներ է կատարվում։ Ում է այս ամենը պետք։ Այս ամենը պետք է քաղաքական իշխանությանը, որը ուզում է ազատվել հակառակորդից, մեկ հակառակորդից, որը աշխատում է իր դեմ բավականին երկար ժամանակ, ընդդիմության հետ մեկտեղ, սպասարկելով Ռուսաստանի շահը, այս իրավիճակը ձեռ է տալիս ընդդիմությանը, խորհրդարանական ընդդիմությանը, համակարգային ընդդիմությանը, որը ունի այսպեսի մի դաշնակից եկեղեցու հոգևոր իշխանների տեսքով, մնացածին ոչ մեկին ձեռնտու չի։ Այս ամենը ունի այդ թվում նաև նախընտրական կոնտեքստ։ Ինչու, որովհետև 26-ին հունիսի 7-ին թեժ է լինելու։
այդ Մոլդովայի սցենարը ոչ մեկ չի ասել, որ Հայաստանում չի կարող կրկնվել, ոչ մեկ չգիտի ինչով կավարտվի այս ամենը, որտեղ Ռուսաստանը ինքը բոլոր ռեսուրսները գցել է պայքարի մեջ, հա, գցել է պատերազմի մեջ, հիբրիդային պատերազմի մեջ։ Եվ ես ցավով եմ նշում, որ մեր եկեղեցին այդ ռեսուրսներից մեկն է, եկեղեցին օգտագործվում է որպես ռեսուրս, նախընտրական ռեսուրս Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչու Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև եւ հենց եկեղեցու դեմ, պարադոքսալ է հնչում, բայց այդպես է։ Դու եկեղեցին ընդհանրապես պետք չպիտի այդ ամենի մեջ մասնակից լիներ։ Այնպես ստացվեց, որ այդ բոլոր մարդիկ միավորվեցին եւ դա արեցին։ Քաղաքացու դիտանկյունությամբ ես ասում։ Մեծամասամբ քաղաքական դաշտում է այս արճակատումը, թե այստեղ օրինականության եւ նաեւ բարոյականության դաշտում կարելի է դիտել։ Դե մենք հասկանում ենք, բոլորը միասին։ Քաղաքականությունում բարոյականությունը իսպար բացառվում է, հա, իսկ օրինականությունը շատ դեպքերում խախտվում է։ Եվ դա նկատվում է բոլոր դեպքերում, եւ իշխանության կողմից եւ ընդդիմության կողմից։ Քաղաքական պայքարում օրինականությունը շատ է խախտվում։ Դա բոլոր երկրներում կա եւ մեր երկիրը այս հարցում մենք չպետք է ընկալենք որպես շուտ բացառություն։ Դա գործընթացը գնում է։ Ես ինձ շատ ավելի հետաքրքիր է թե ինչով է ավարտվելու այս ամենը։ Դուք ունեք մոտավոր պատկերացում թե չէ։ Հանգուցալուծման։ Ես հանգուցալուծման մեկ ճանապարհ եմ տեսնում ինքնամաքրում, ուրիշ բան չեմ տեսնում։ Հիմա կաթողիկոսին որ գցեն ճաղավարտակների ետևում, նրանց հարցը չի լուծվելու։ Հասկանում եք, չի լուծվելու հարցը, սա խնդիրը ավելի է բարդացնելու։ Նույն կերպ, եթե կաթողիկոսը եւ իր arczepiskopos-ները շարունակեն բան անեն մարդկանց, կարգալույց անեն այդ երեք ինչքան գիտեմ Հաղարծինի, հա, հիմա ասենց հերթով որ կարգալույց անեն, իրենք էլ եկեղեցու տակն են քանդում, հիմնասյունն են քանդում, հասկանալի է, չէ, որ այդ մարդիկ ու կարգալույց են անում, իրենց քաղաքական պատճառով են կարգալույց անում, որովհետև նրանք կանգնել են իշխանության հետ, իշխանության կողքը, իսկ քաղաքական պատճառով մարդուն կարգալույց անելը, մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չէ եկեղեցու տեսանկյունից, այսինքն այդ մարդիկ ինչ են խախտել, ինչ որ բան են խախտել, հավատքի դեմ հանցագործություն են կատարել, հա? Ում դեմ են հանցել, թե ասում են ապօրինի պատարակներ են մատուցում, անօրինակ։ Դե հիմա Հայաստանում, եթե մենք հարցում անցկացնենք, ես չգիտեմ, երևի բնակչության մեծամասնությունը կհամարի, որ Գարեգին II-ը ապօրինի կաթողիկոս է։ Հիմա ինչ տալ անենք, հա, դա մի քիչ այնքան էլ ողջամիտ չէ այդպիսի բաներ ասելը։ Եվ միակ ճանապարհը եկեղեցու ինքնամաքրումն է, այդ իրենք պետք է հավաքվեն, հոգևորականները հավաքվեն եւ մեկ հարցի շուրջ արդյոք եկեղեցու շահերից բխում է, որ Կտրիչ Ներսիսյանը շարունակի մնալ եկեղեցու հոգևոր հայր։ Ասացիք հոգևոր դասը վերնախավ, այսինքն մեր եկեղեցու նախկին իշխանությունների հետ էր զերտորեն համագործակցում եւ սպասարկում էին Ռուսաստանի շահերը։ Եթե նախկին իշխանությունների ներկայացուցիչները Ռուսաստանի շահերը սպասարկում են, որովհետեւ այդ սպասարկմամբ իրենք կարողանում էին այստեղ նյութական, ֆինանսական ռեսուրսներ, այսինքն այդ թալանով զբաղվել կամ այլ բնորոշումներ տալ, այլ գործողություններ, որոնք իրականացվել են, բա հոգևոր դասը շքանշանների համար է, պարոն Ստեփանյան, գնում այդպիսի թույլ տալիս, որ իրեն որպես գործիք օգտագործեն։ Ոչ միայն շքանշաններ։ Իրենք են, այսինքն, տեսեք, իշխանությունների, նախկին իշխանությունների դեպքում կարող ենք ասել Ռուսաստանի հետ իրեն ձեռնտու է, որովհետև թալանել են։ Ապօրինություններ են արել, իսկ հոգևոր դասը։ Տեսեք, նույն այդ եզրասը, ես Մոսկվայում հին բան եմ պատմում 10 տարվա երևի, եթե ոչ ավել։ Մոսկվայում կա հայկական գերեզմանատուն։ Շատ այդպես պրեստիժ վայրում է գտնվում։ Հողը շատ թանկ է այնտեղ։ Դիմացը ես տեսա ինչ որ արևտրի կենտրոն, որը փակ էր, կիսակառույց վիճակում էր, փակ էր։ Ասացի, ես ինչ ա, ինձ բացատրեցին տեղի հայերը, որ դա ինչ որ բիզնեսմենի էր պատկանում։ Ուրեմն եզրասը խլել է ձեռից։ Այդ բանը խլել է ու քանի որ խլել է, այդ բիզնեսմենն էլ դատի է, դե հայ է իհարկե բիզնեսմենը, եզրասովորից չի կարա բան խլի։ Ինչ որ դատ է գնում, բան է գնում, այն ժամանակ դա փակ էր, այսինքն այդ մարդը ռեկետով է զբաղվում։ Հասկանում եք, ռեկետով էր զբաղվում, երևի հիմա էլ է զբաղվում, այն ժամանակ զբաղվում էր, չեմ կարծում որ փոխվել է։ Ու եթե ինքը ռեկետով է զբաղվում եւ այտենց միլիոնների մասին է խոսքը գնում, միլիոնավոր դոլարների մասին է խոսքը գնում, դա իր համար բիզնես է եւ շարունակում է մնալ բիզնես։ Ինքը շահ ունի դե, անձնական շահ։ Կաշվի մասին է մտածում, գումարներ է վաստակում, ոչ միայն ինքը։
Ինձ մի քանի օրվա ընթացքում տարբեր մարդիկ Ռուսաստանի տարբեր քաղաքներից մեր հայերը, մեր հայրենակիցները նկարներ են ուղարկում եկեղեցու։ Այսօր Ուլիանովսկից եմ ստացել եւ խոստացել եմ այդ մասին խոսել։ Նա 2 տարի առաջ Ուլիանովսկում ինչ-որ եկեղեցի են բացել հայկական, եզրահաս եկել աղոթել, ու վրան գրած է հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Ուրեմն ես դե շնորհավորում եմ, այլևս այդ հապավումը հայ է, էլ ակտուալ չէ։ Մենք արդեն հայ առաքելական եկեղեցի չենք, մենք հայ առաքելական ուղղափառ եկեղեցի ենք։ Հիմա սրանց, որ գնաս եւ հարցնես, ասես է դու որ գնացել ես դա օծել ես։ Այդ ուղղափառ բառը ի՞նչ է նշանակում։ Մենք ուղղափառ եք ուզում սարքեք, հա։ Սա ոնց է դասավորվում։ Ես 3 այդպիսի դեպք գիտեմ։ 3 դեպք ինձ ուղարկել են, ես նկարներով, բաներով սա գրած է։ Ու մարդիկ ասում են, ես ինչ վիճակ է, ասեն, գնացել են այդ տերտերի մոտ, այդ տեղի բանի մոտ, հովապետի մոտ, ասում են, ես ինչ անեմ, ասում են, ինձ ասել են, տենց արա ես էլ անում եմ։ Սրանով են զբաղվում այդ մարդիկ։ Այդ մարդիկ արդեն կրոնն են վաճառում։ Մեզ են վաճառում, հասկանում եք։ Դուք ասում եք այն ժամանակ չի, հիմա շարունակվում է, ինչի են տենց անում։ Շահ ունեն, չէ։ Իրանց համար կարևորը իրանց բիզնեսն է, իրանց փողն է, որ քաղաքական գործիչների տրամաբանությունն է։ Իշխանությունների, ղեկավարների տրամաբանությունն է։ Իհարկե, հոգևորություն չկա, հոգևոր արժեք չկա, ինչի համար ենք մենք դա ասում։ Ինչի համար ենք մենք ասում, որ այդ մարդիկ անընդունելի են։ Ինձ համար անընդունելի են եւ Գարեգինը եւ Եզրասը եւ իրան նման բոլոր հոգևոր ճակերտավոր հոգևոր ծառայողները։ Իրանք Աստծուն չեն ծառայում։ Հասկանում եք, ես չեմ ուզում ուղղափառ եկեղեցու հետևորդ լինեմ։ Սա է խնդիրը։ Գարեգինի գործունեությունը Հայաստանում ինչի է բերել։ Տասնյակ սեկտաներ ունենք մենք այստեղ։ Իսկ այս իրավիճակում Եզրասին շքանշանով պարգևատրելը սա կարող է ինչ-որ մեսիջ լինել Հայաստանի նորված։ Իրենք ռուսները, իրենք մեկ լավ բան ունեն, էլի, հատկություն ունեն, իրենք սիրում են իրենց ոտքին կրակել։ Հիմա Պուտինը դա որ արել է, ես վստահ եմ դա արել է հետևյալ տրամաբանությամբ, իրենց չեկիստական տրամաբանություն, ուժի ցուցադրություն։ Այսինքն մենք Պուտինը, ես, Կրեմլը կանգնած ենք այս եկեղեցի այդ իշխանների ետևում։ Այս Փաշինյան ենք բանենք, որ հարձակվել են եկեղեցիներ, ենք ասում չէ հարձակվել։ Մենք կպաշտպանենք, մենք, ես Պուտինը կպաշտպանենք, չի մտածում որ դրանով հերթական անգամ բացահայտում է սեփական ագենտուրային։ Լավ, Եզրասին ինչի համար տվեց այդ շքանշանը, մեկը կարող է բացատրել։ Ինչ ծառայություններ է ինքը մատուցել։ Միգուցե հայ առաքելական եկեղեցին Ուլիանովսկում ուղղափառ բառն է ավելացրել, օրինակ, հա։ Մարդիկ հանցագործություններ են կատարում հայազգի նկատմամբ։ Եվ օրհնել է հայերին, որոնք պետք է կռվեին ուկրաինացիների դեմ։ Դա ոչ միայն օրհնել է, ես ինչքան գիտեմ, իրանք բան են անում ընդ ռեկորդներ են հավաքում։ Այսինքն հավաքում են այդ բատալյոնները, որոնք գնում են, իրենք մեծ աշխատանք են անում այդ ուղղությամբ։ Մի քանի հազար, եթե չեմ սխալվում, մի քանի հազար հայ արդեն Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի կողմից։ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցներին, որոնք հազիվ գլուխները ազատ եկել են Թուրքի տակից փախել են, Թուրքի յատաղանի տակից փախել են, գնում են ընդդեմ առնում են այսօր։ Այո, սա ի՞նչ է։ Չխոսենք դրա մասին։ Ասենք որ մեր եկեղեցին լավն է, մենք շատ ենք սիրում մեր հոգևոր իշխաններին, հա։